Մի օր փոքրիկ մուկը իր բնի փոքրիկ անցքից տեսավ, թե ինչպես ֆերմերն ու նրա կինը մի փաթեթ են բացում։ Նա ոգևորվեց, պատկերացնելով, թե ինչ համեղ բաներ կարող են լինել ներսում։ Բայց շուտով սարսափով նկատեց, որ դա մկան թակարդ է։ Տես, թակարդը պատրաստ է։ Բայց զգույշ եղիր։ Վախեցած մուկը վազեց բակ զգուշացնելու մյուսներին։ Տանը մկան թակարդ կա։ Տանը թակարդ կա։ Ներեցեք, պարոն Մուկ։ Հասկանում եմ դա քեզ համար մեծ խնդիր է, բայց ինձ չի վերաբերում։ Հավը շարունակեց հողը փորփրել։ Մուկը մոտեցավ Գարին։ Տանը թակարդ կա։ Տանը թակարդ կա։ Տեսնում եմ շատ անհանգիստ ես, բայց ես ոչինչ անել չեմ կարող։ Դա իմ խնդիրը չէ։ Հուսահատված մուկը գնաց կովի մոտ վերջին հույսով։ Տանը թակարդ կա։ Ես վտանգված եմ, չեմ կարծում, ցավում եմ քեզ համար, բայց դա իմ խնդիրը չէ։ Մուկը վերադարձավ իր բույն, մտահոգ ու ճնշված։ Այդ գիշեր ֆերմայում լսվեց հանկարծակի ձայն, թակարդի փակվելու ձայնը։ Ֆերմերի կինը շտապեց տեսնելու, թե ինչ է բռնվել։ Մթության մեջ նա չտեսավ, որ թակարդը բռնել է թունավոր օձ, օձը խայթեց կնոջը։ Բժշկի խորհրդով կնոջ ապաքինման համար տանտերը հավը մորթեց ապուր պատրաստելու համար։ Կնոջ հարազատները եկան այցելության եւ նրանց կերակրելու համար ֆերմերը մորթեց Գարին։ Հետագա բուժման ծախսերը հոգալու համար ֆերմերը մորթեց նաեւ կովին։ Շատ հաճախ մենք կարծում ենք, թե ուրիշի խնդիրը մեզ չի վերաբերում։ Բայց վտանգը, որ անտեսում ենք այսօր, վաղը կարող է դառնալ բոլորիս ճակատագիրը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մի օր փոքրիկ մուկը իր բնի փոքրիկ անցքից տեսավ, թե ինչպես ֆերմերն ու նրա կինը մի փաթեթ են բացում։ Նա ոգևորվեց, պատկերացնելով, թե ինչ համեղ բաներ կարող են լինել ներսում։ Բայց շուտով սարսափով նկատեց, որ դա մկան թակարդ է։ Տես, թակարդը պատրաստ է։ Բայց զգույշ եղիր։ Վախեցած մուկը վազեց բակ զգուշացնելու մյուսներին։ Տանը մկան թակարդ կա։ Տանը թակարդ կա։ Ներեցեք, պարոն Մուկ։ Հասկանում եմ դա քեզ համար մեծ խնդիր է, բայց ինձ չի վերաբերում։ Հավը շարունակեց հողը փորփրել։ Մուկը մոտեցավ Գարին։ Տանը թակարդ կա։ Տանը թակարդ կա։ Տեսնում եմ շատ անհանգիստ ես, բայց ես ոչինչ անել չեմ կարող։ Դա իմ խնդիրը չէ։ Հուսահատված մուկը գնաց կովի մոտ վերջին հույսով։ Տանը թակարդ կա։ Ես վտանգված եմ, չեմ կարծում, ցավում եմ քեզ համար, բայց դա իմ խնդիրը չէ։ Մուկը վերադարձավ իր բույն, մտահոգ ու ճնշված։ Այդ գիշեր ֆերմայում լսվեց հանկարծակի ձայն, թակարդի փակվելու ձայնը։ Ֆերմերի կինը շտապեց տեսնելու, թե ինչ է բռնվել։ Մթության մեջ նա չտեսավ, որ թակարդը բռնել է թունավոր օձ, օձը խայթեց կնոջը։ Բժշկի խորհրդով կնոջ ապաքինման համար տանտերը հավը մորթեց ապուր պատրաստելու համար։ Կնոջ հարազատները եկան այցելության եւ նրանց կերակրելու համար ֆերմերը մորթեց Գարին։ Հետագա բուժման ծախսերը հոգալու համար ֆերմերը մորթեց նաեւ կովին։ Շատ հաճախ մենք կարծում ենք, թե ուրիշի խնդիրը մեզ չի վերաբերում։ Բայց վտանգը, որ անտեսում ենք այսօր, վաղը կարող է դառնալ բոլորիս ճակատագիրը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մի օր փոքրիկ մուկը իր բնի փոքրիկ անցքից տեսավ, թե ինչպես ֆերմերն ու նրա կինը մի փաթեթ են բացում։ Նա ոգևորվեց, պատկերացնելով, թե ինչ համեղ բաներ կարող են լինել ներսում։ Բայց շուտով սարսափով նկատեց, որ դա մկան թակարդ է։ Տես, թակարդը պատրաստ է։ Բայց զգույշ եղիր։ Վախեցած մուկը վազեց բակ զգուշացնելու մյուսներին։ Տանը մկան թակարդ կա։ Տանը թակարդ կա։ Ներեցեք, պարոն Մուկ։ Հասկանում եմ դա քեզ համար մեծ խնդիր է, բայց ինձ չի վերաբերում։ Հավը շարունակեց հողը փորփրել։ Մուկը մոտեցավ Գարին։ Տանը թակարդ կա։ Տանը թակարդ կա։ Տեսնում եմ շատ անհանգիստ ես, բայց ես ոչինչ անել չեմ կարող։ Դա իմ խնդիրը չէ։ Հուսահատված մուկը գնաց կովի մոտ վերջին հույսով։ Տանը թակարդ կա։ Ես վտանգված եմ, չեմ կարծում, ցավում եմ քեզ համար, բայց դա իմ խնդիրը չէ։ Մուկը վերադարձավ իր բույն, մտահոգ ու ճնշված։ Այդ գիշեր ֆերմայում լսվեց հանկարծակի ձայն, թակարդի փակվելու ձայնը։ Ֆերմերի կինը շտապեց տեսնելու, թե ինչ է բռնվել։ Մթության մեջ նա չտեսավ, որ թակարդը բռնել է թունավոր օձ, օձը խայթեց կնոջը։ Բժշկի խորհրդով կնոջ ապաքինման համար տանտերը հավը մորթեց ապուր պատրաստելու համար։ Կնոջ հարազատները եկան այցելության եւ նրանց կերակրելու համար ֆերմերը մորթեց Գարին։ Հետագա բուժման ծախսերը հոգալու համար ֆերմերը մորթեց նաեւ կովին։ Շատ հաճախ մենք կարծում ենք, թե ուրիշի խնդիրը մեզ չի վերաբերում։ Բայց վտանգը, որ անտեսում ենք այսօր, վաղը կարող է դառնալ բոլորիս ճակատագիրը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին։